Այսօր Սուրբ Ծնունդն է։ Գնամ սերմուշկա վերցնեմ։ Մաքրության օրը։ Սամինչին մեկ եւ տա-դա-դա-դա-դա։ Հերթական բարի օր է։ Այսօր Սուրբ Ծնունդն է, ամսի 6-ը։ Հունվարի 6-ը, մենք հիմա պատրաստվում ենք գնանք Արսենի քրոջը ճանապարհենք, որովհետև գնում է Ամերիկա։ Եկել եմ մի շաբաթով Ամանորը դիմավորի ու հիմա գնում է։ Ու դուրս ենք եկել, տեսա գնանք ծաղիկներ վերցնենք ու երեք իր ծնունդն է եղել։ Գնանք ճանապարհենք։ Волшебных снов станет старше на год земля, мир одна семья. Ночь счастливых надежд, загадай на любовь в новогоднюю ночь, дары волхвов. Հիմա մենք եկել ենք սուպերմարկետ, ճանապարհեցինք Արսենի քուրիկին, եկել ենք վերցնենք մի քանի բան ու գնանք Արտուրիկի մեր քավորի տղայի ծնունդը շնորհավորենք։ Այս քանի օրը մենք ամբողջ օրը մի քանի ժամվա տարբերությամբ իրար տեսնում ենք, մի քանի ժամվա տարբերությամբ ընդամենը։ Ես գնամ սերմուշկա վերցնեմ, հա։ Ինչ կա, ստաժնից ես ոչմ բան պետք չի երևի։ Արսեն գիտես ինչ հա պետք։ Լավն է, հետո բան կանեմ, կպատվիրեմ ես կգա։ Ստեղից բան պետք չի, մի խոսքով ինչ է ուզում ասեի։ Հիմա մենք մի երկու բան վերցնենք, գնանք իրանց մոտ, երեխուն շնորհավորենք, նոր գնանք տուն, սկսեմ տունը մաքրել, որովհետև այս մի քանի օր մենք մտնում ենք տուն, արագ փոխվում ենք, դուրս ենք գալիս ու տունը ահավոր վիճակում է։ Գնանք տեսնենք որտեղից ենք գտնում։ Ողջույն բոլորին, իմ բրուչոսկայից կարելի է ենթադրել, որ այսօր տանն եմ, այսօր մաքրության օր է։ Պատուհանից միամիտ նայեցի ու տեսնում եմ, հեսացույց եմ տալիս, թե ինչքան մեծ փաթիլներով աջունը գալիս։ Ձյունը սենց իջնում ու ինչ-որ շատ եթերային է իջնում։ Հələ ստեղ խոշոր են փաթիլները, շատ հավես է, այնտեղ եղել չկաններ։ Իհարկե գիտեք, ոնց արդեն ամանորի այդ տրամադրությունը մի քիչ պակասել է, որովհետև միշտ նոր տարվանից հետո մի որոշ ժամանակ, մի քանի օր հետո այն ոգևորվածությունը, որը որ կար նոր տարվանից առաջ, մի քիչ նվազում է, բայց ամեն դեպքում նոր տարին մնում է իմ ամենասիրելի տոներից մեկը։ Ու այդքանը գնամ այսօր էլ հավաքեմ, չգիտեմ այս վլոգից ինչն եմ թողելու, ինչն եմ կտրելու, ինչն եմ հանելու, ինչ-որ սենց շատ խառը վլոգ է ստացվելու, բայց նկարում եմ ինչքան որ հասցնում եմ ժամանակային, ինչքան որ էներգիաս թույլ է տալիս և այդպես։ Ողջույն բոլորին, այսօրվա վլոգը սկսում ենք դրսից, որ անհարմար է քայլելը, գիտեք ոնց որ ինչ էլի, ոնց որ վարած հողի վրայով քայլեմ, այդ տպավորությունն է։ Հենց վաղը մենք էլի հյուրեր ենք ունենալու, գնացել ենք ռեստորան էինք։ Не упаду, иди։ Հիմա գնանք, մարդիկ խաղում են։ Արսենը բարձացա վերև, ես գնավա էլ վերիս, նվերը եկել է վաղվա հյուրերից մեկին, նվեր չեմ տվել, գա իրա նվերն է տամ, ու ինքը գնում է Կրասնոդար, տակ գնա վերցնեմ, երկու բան է մնացել, որ գնանք սովորական մթերեն խանութ, երևի թե կգնանք Ցիքսի։
բարի։ Սիրիներս մենք արդեն տանն ենք, ուրեմն ցույց եմ տալիս արագ ինչ ենք առել։ Ստեղ սունկ, կանաչ քաղցր բիբար, կանաչիներ տարբեր, պետրուշկա, գինձ, այս ուկրոպը ոնց էր։ Ուկրոպը ոնց էր հայերեն։ Ուկրոպ, բուխկ, ձու, սոկ, ալիվքի, բան։ Так. Ոնց էր սրա անուն։ Ալիվքի զեյթուն։ Так, զեյթուն կամ չգիտեմ։ Սրանից սոկ, 400 пива, семечки, панир, копченый панир, сенс, попоков панир, ու գաուդա, մասլա, ես չգիտեմ ինչա, պանիր, ոնց հասկացաք մենք պանիր շատ ենք սիրում, семечки. Так, ստեղ ինչա գալիս, ստեղ գալիս է տավարի միս 4 կիլո, ստեղ 1 կիլո հավի գրուտկա է, հավի կրծքամիս 1 կիլո, ստեղ սառնարանում ունեի միս հավի թևիկներ, սրանք հանել եմ առանձին պետք է սարքեմ վրացական այս սոուսով, ստեղ մրգերն է գալիս, մի խոսքով այս ամեն ինչին մենք տվեցինք 10,000 եւ հիմա ժամանակն է, որ ես ցույց տամ, թե ձմեռ պապիկից ինչ եմ խնդրել, ու ձմեռ պապիկը ինչ է բերել ինձ նվեր ամանորին։ Դե ինչ, պատրաստ եք, գնացինք։ Տա-դա-դա-դա-դամ, ձմեռ պապիկը ինձ բերել է պիլեսոս, փոշեկուր, բացող փոշեկուր։ Հիմա մենք բացում ենք։ Սա այս վլոգի վերջին օրն է, որ նկարում եմ։ Մենք հիմա գնում ենք Արսենի քրոջ տուն, մյուս քուրիկին ճանապարհելով, մենք Արսենի մորոր քուրիկներին հերթով ճանապարհում ենք։ Հիմա գնում ենք այնտեղ, հավաքվել են բոլորը։ Հեսա ցույց կտամ ինչ եղանակ է դրսում, ստեղ մի քանի օր է սնեգապադ է ու դեռ շարունակվելու է։ Բոլոր մեքենաները ամբողջությամբ ձյան մեջ են, ովքեր որ ուզում են մեքենայով տեղ գնան, մի 10-15 րոպե առաջ սկսում են բահերով մաքրել ձյունը, ազատել մեքենան ու գնալ ամբողջ ճանապարհը վթարներա։ Մնացեք ինձ հետ, հաջորդիվ կլինեն կադրեր, չգիտեմ այնտեղ կնկարեմ թե չէ, բայց ուզում եմ հիմա ձեզ ասել ցտեսություն, եւս մեկ անգամ ցանկանում եմ ձեզ հաջողակ տարի, բոլորիդ նպատակների, երազանքների իրականացում, բոլորդ ունենաք այս տարում այնքան էներգիա, այնքան առողջություն ու այնքան ցանկություն, որ կարողանաք շատ աշխատել, ձգտել ավելին ու հասնեք բոլոր այն կետերին, որոնք որ ունեք ձեր մտքում, ձեր սրտում, ձեր կյանքում ու ձեր առջև դրված։ Շնորհակալ եմ բոլորիդ, չենք մոռանում հետևել ինձ, գրել մեկնաբանություններ եւ սրտիկել։ Պակա-պակա։